Ողջույն գործարարիքին միացած հարգելի լսողներ եւ դիտողներ, կրկին դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, սա թարմ ուղեղով զրույցն է, իսկ մեր տաղավարում հյուրընկալել եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցին, բարի օր, պարոն Սուրենյանց։ Ուրախ եմ, որ մեր տաղավարում եք, պարոն Սուրենյանց, շարունակվում են նախընտրական թողու բոհերը, այսպես Երևանում եւ Երևանից դուրս, մասնավորապես տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում, Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը սպասված էր, կարծում եք։ Տեսեք, ես որպես Գյումրիի ընտրություններին մասնակից քաղաքական ուժի ղեկավար, դերևս ընտրարշավի ընթացքում խոսում էի հնարավոր սցենարների մասին, մերժելով ԿՊ-ի վերարտադրություն կամ ընտրություն, կոչ էի անում գյումրեցիներին կատարել ընտրություն, որպեսզի այդ ընտրությունը հետո ռիսկային չլինի, որտեղ դժվար կանխատեսելի չէր, թե ինչ է տեղի ունենալու Գյումրիում, արդեն մենք նախադեպեր ունեինք, չէ, Ալավերդի, Վանաձոր, այլ համայնքներ, որտեղ իշխանության քաղաքական ստամոքսը խանգարվում է, երբ որ ընտրվում է ընդդիմադիր համայնքապետ։ Վարդան Ղուկասյանը երբեք իմ սրտի քաղաքապետը կամ քաղաքական գործիչը չի եղել։ Իսկ ով է ձեր սրտին է։ Եկեք այդ հարցին չպատասխանեմ, որովհետև կարծում եմ, որ եթե 100%-ով իդեալական կերպար ունենայի քաղաքական գործի, ես ինքս կուսակցություն չէի նախաձեռնում, բայց դա սա Վարդան Ղուկասյանի անձի խնդիր չի, դրանով հանդերձ ասեմ, այո, նա պրոբլեմներ ուներ, քրեական գործերով էր անցնում, բայց սա Վարդան Ղուկասյանի անձի խնդիրի չէ, իմ համար իրավական քրեական գործը կորցնում է արժեքը, եթե դա քաղաքական հրահանգի հետևանք է։ Բոլորս հիշում ենք, որ շաբաթներ անց Նիկոլ Փաշինյանի վերդիկտը արդեն հնչել էր Վարդան Ղուկասյանին քաղաքական եւ հանրային կյանքից դուրս շպրտելու մասին։ Այս քրեական գործը նույնիսկ ինձ իր մանրամասներով չի հետաքրքրում, որտեղ ուղղակիորեն հետևել է այդ հրահանգին։ Եվ այս առումով միանշանակ քաղաքականապես մոտիվացված է Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը, մանավանդ ձերբակալության ձևը, որը ժողովրդին ահաբեկելու, նրան ապաթիայի մեջ գցելու ակնհայտ միտում ուներ, կարող էին չէ քննչական կոմիտե հրավիրել կամ հակակոռուպցիոն կոմիտե, կարող էին ամեն ինչ անել օրենքով սահմանված կարգով, վստահաբար Վարդան Ղուկասյանը չէր փախչելու, վստահաբար նա ներկայանալու էր քննչական մարմիններին, այսինքն այդ խնդիրները չեն լինելու, բայց իրենց պետք է ահաբեկել հասարակության, իրենց պետք է ցույց տալ, որ որևէ այլախոհություն չի հանդուրժվելու, իրենց պետք է ցույց տալ։ Բայց դրա նպատակը կարծում եք դա էր այլախոհություն։ Իհարկե, բայց ինչի մարդկանց չեն ցույց տալ, որ Թալանը հետ է բերվում, իսկ չի կարելի դա քաղաքակիրթ եղանակով անել։ Անպայման պիտի ինչ-որ բան հետ բերվի, համայնքային գույք կամ պետական գույք փշրելով, ավերելով, ջարդելով, փշրելով, մարդկանց ահաբեկելով, մի քանի տասնյակ էլ բացարձակապես հանցանք չարած մարդիկ են հայտնվել հիմա ճաղերի հետևում Վարդան Ղուկասյանից բացի 7 հոգի կարծեմ։ Չէ, 33 հոգի ձերբակալվել, հա, չէ, դուք խոսում եք քրեական այդ գործով 33 հոգի էլ ձերբակալվել, հա, որովհետև զանգվածային անկարգություններ են հրահարել, սա սրան ինչ անում տաս, այսինքն եթե կարելի ամեն ինչ անել քաղաքակիրթ ձևով եւ երկրորդը ինչ են հիշում Թալանը հետ վերադարձնելու մասին, երբ որ մարդը քաղաքական հայտ կամ հավակնություն է ցուցաբերում, բա 7 տարի ուր էին։ Այստեղ ուրիշ հարց է։ Իրենք 7 տարում իրենց ասած թալանչիների բերանը այնպես պիտի փակած լինեին օրինական մեթոդներով, հա։ Դատաիրավական ռեֆորմներով, արդար համոզիչ դատաքննությամբ, նախաքննությամբ, որովհետեւ այդ մարդիկ առաջադրվելու շանս էլ չունենային։ Եվ հետո մինչև Վարդան Ղուկասյանը, ավելի ճիշտ առաջին մարդը Վարդան Ղուկասյանն էր, ում միջոցով պիտի ցույց տալ, որ Թալանը Չէ, բայց հիմա համատարած է դա, մոտենում ընտրություններ, դիմադրության բոլոր հնարավոր կենտրոնների դեմ ոտնձգություններ են։ Բոլոր։ Հիմա նայեք ինչ է կատարվում։ Արդեն ունենք կալանավորված սրբազաններ։ Սա հակաեկեղեցական արշավի շրջանակում, բայց նաև դիտարկեք սա
Ոչ միայն արտաքին պատվերի շրջանակում, այլ գալիք ընտրությունից առաջ դիմադրության ինչ որ կենտրոն են իրենք չեզոքացնում, փաստաբան։ Այսինքն այդպես սանձարձակ ձևով Կոչուբաևին զգետնելով ձերբակալելը ի՞նչ է նշանակում։ Մարտարավեր փաստաբանական ինստիտուտին, որտեվ եթե փաստաբանական ինստիտուտը, որը ըստիս Հայաստանում ամենակայացածներից մեկն է, անկախ է, դատական համակարգը ամբողջովին գրպանել հնարավոր չի։ Կարևոր սուբյեկտ է փաստ։ Առնվազն իշխանության բոլոր ապօրինությունները բացահայտող պատգամավոր կալանավորված ունենք։ Համայնքապետ, այսինքն բոլոր հնարավոր են ինստիտուտները, որոնք այլախոսության կամ այլակարծության առիթ կարողատան, կալանավորված են։ Եվ վերջապես խոշոր գործարար, որը կալանավորվել է ընդհանրապես բառ հնչեցնելու, կարծիք հնչեցնելու համար։ Կարծում եք միջին վիճակագրական հայ սրտով չի սա։ Դուք խոսում եք մի հատ երևույթի մասին, որ կոչվում է հասարակական բևեռացում։ Այսինքն իշխանությունը մի միջավայր է ստեղծել, երբ որ հասարակությունը որևէ բանի մասին ընդհանրական, միասնական կամ դրան ձգող դիրքորոշում չունի։ Չկա մի հարց, որը մեր հասարակությունը որպես հանրույթ կոնսենսուս ունենա որևէ հարցում, հա։ Մի մասին Կարծում եմ կա այդպիսի հարց։ Նախկինների վերադարձի հարցն է։ Գիտեք, այդ շատ վերացական հարց է, եթե կարող են վիճել ձեր հետ, այդ դեպքում Վարդան Ղուկասյանը չէր հաղթի։ Բայց ինչպես հաղթեց, դա էլ էլի հարց։ Հաղթեց քաղաքական գործիքներով։ Ընդդիմության մեջ գրավեց առաջի տեղը, կարողացավ մնացած ընդդիմադիր ուժերին կոնսոլիդացնել իր շուրջը։ Հետո դուք շատ վտանգավոր հարցադրում եք տանում, ելի խոսում հասարակական բևեռացման մասին։ Այսինքն այս խաղի կանոնով մենք հանձնելու ենք մի հատ տեղ, որտեղ գլխավոր հարցը ոչ թե ծրագիրն ու որևէ քաղաքական ուժի ընտրելն է դառնալու, այլ մի հատ ուրիշ շատ ոչ պոզիտիվ հարցադրում, նախկիններից են ավելի շատ զզվում, թե ներկաներից։ Դա այդ հարցը կարծում։ Իհարկե, շուտով կլինի։ Վիճը Գյումրիում Վարդան Ղուկասյանի հաղթանակը հենց դա էր։ Լոկալ մակարդակով խնդիր էր դրված ամեն գնով ԿՊ-ի վերարտադրությունը թույլ չտալու։ Մեծ հաշվով։ Այո, ասում են վատի ու վատագույնի միջընտրությունը հենց դրա մասին։ Այո, հիմա տեսեք, բայց այդ հասարակության բևեռացումը ոչ միտեղ լավ տեղ չի տանում։ Նախ ինքը հանգեցնում է մի հատ վտանգավոր իրավիճակի, որ մենք կարող ենք կոնսենսուս չունենալ նաև պետականության հիմնադրույթների շուրջ։ Սա գլոբալ աղետն է։ Եվ երկրորդը բևեռացված հասարակություններից ծնվում է անտագոնիզմ, ցնցումներ եւ այլն եւ այլն։ Սա վտանգավոր է նաև այն տեսանկյունից, ես ճիշտ եմ հասկանում, որ եթե Սահմանադրության փոփոխության հարցը դրվի, այդտեղ էլ հայ հանրությունը չի հասկանալու։ Չի լինելու կոնսենսուս, չի լինելու։ Ինչի համար է։ Իսկ Սահմանադրության ընդունումը բոլոր երկրներում հենց այնպիսի ընթացակարգ է մշակված, որ Սահմանադրությունը ընդունվի կամ փոխվի միայն հանրային կոնսենսուսի պայմաններում, ու սա ճիշտ է, որովհետև դա թերևս մայր օրենքն է եւ բոլորի կոնսենսուսով պիտի ընդունվի կամ հնարավորինս մեծ կոնսենսուսով, բայց հիմա ձեր ասածը լրիվ լեգիտիմ է։ Այսինքն այն նպատակը, որը իհարկե կեղծ ձևով հանրահռչակում է Նիկոլ Փաշինյանը որպես Սահմանադրության փոփոխության գլխավոր կռվան, որ այ նախորդ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, ես գալու եմ մի իդեալական հանրաքվեով մի փաստաթուղթ ընդունեմ, դա ի սկզբանե չի աշխատելու, որովհետև բևեռացման այս պայմաններում որևէ մեկը, նաև Նիկոլ Փաշինյանը չեն կարող իրենց կողմից առաջարկված նախաձեռնության շուրջ հասարակության այդքան մեծ թվով այոնների կոնսենսուս ապավել, ուղղակի բացառված է։ Հետևաբար էլի պիտի կեղծի հանրաքվեի արդյունքները։ Ուղղակի այս կեղծիկը արդեն ոչ միայն իշխանության շահերից է բխվում, այլ նաև արտաքին խաղացողների։ Պարոն Սուրենյան, իսկ այ իշխանության թիմը մշտապես ասում է, որ քաղբանտարկյալներ մեր երկրում չկան։
եւ ամեն ինչ հիմնավորված են ինչ որ տեղի ունենում։ Դուք ասում եք քաղբանտարկյալներ կան եւ մենք նախազրույց ունեցանք մտահոգիչ է նաեւ ընտրությունների նախաշեմին այս տրամաբանությամբ գնալը։ Մի փոքր ուզում եմ այդ փակագծերը բացենք հասկանալու համար ինչ խնդիրներ կարող են առաջ։ Գիտեք, ԵԽԽՎ բանաձև կա, որտեղ 4-5 չափանիշ է։ Քաղբանտարկյալ կատեգորիայի սահմանման բոլոր ձերբակալվածները անգամ Վարդան Ղուկասյանը դրա տակ են ընկնում։ Որովհետև քաղբանտարկյալը համարվում նույնիսկ մեկը, որին ընտրողաբար են կալանավորել։ Իսկ օրինակ Վարդան Ղուկասյանի պարագայում դա ակնհայտ է։ Շատ հեռու մի գնացեք։ Օրինակ 2 օր առաջ լուր տարածվեց, որ Սպիտակի քաղաքապետը, որը ԿՊ-ական է, մարդ է ծեծել։ Էլի քրիորեն պատժելի արարք է, չէ՞։ Բայց այդ հարցում նույնիսկ քննություն չկա։ Իսկ նույնիսկ քննություն չի արվում պարզելու համար այդ միջադեպը եղել է, թե չէ։ Ավինյանի մասով տոնաներով նյութեր են տպել։ Այդ Անիֆի չարաշահումների հետ կապված նույնիսկ քննություն չկա։ Այս պարագայում մի հատ ձայնագրություն փորձում են ներկայացնել որպես դատավճիռ խախտվում անմեղության կանխավարկածը դեմոկրատիայի ու իրավական պետության ամենակարևոր բաղադրիչներից մեկը անմեղության կանխավարկածն է։ Մենք տեսանք, չէ՞, մի հատ ձայնագրության պղպջակներ, միջև հիմա տրակում են ձայնը լսելի է, Բագրատ Սրբազանի հետ կապված։ Մենք ինչ գիտենք այդ ինչ ձայնագրությունն է, որ Վարդան Ղուկասյանի մասով ներկայացրել են։ Ընդ որում արդեն բանը որոշել են մեր երաժշտական ճաշակները զարգացնել, երաժշտության ուղեկցությամբ ներկայացվում։ Հա, այսինքն արդեն իսկ քաղաքական մոտիվի մասին է խոսում են փաստը, որ օրինակ ազգային ժողովի փոխնախագահ բան գործը թողած մի ձայնագրության հիմքով բոլորից պարտադրում է, որ գող ավազակ թալանչիկ աշառակեր համարենք Վարդան Ղուկասյանին։ Մի հատ էլ սպառնում է, ասում է, որ լրատվամիջոցը կամ քաղաքական գործիչը նրանք պաշտպանեն, ստացվում է, որ կաշառակերի են պաշտպանում։ Հասկանում եք, խայտարակություն է ուղղակի, բայլուր մնաց անմեղության կանխավարկածը։ Հենա բանը ձեր ԿՊ վարչությունում նիստ արեք, մարդուկ որոշեք կալանավորել, հետո բերեք ձեր վարչության նիստում նիստ արեք, մեղադրանք առաջադրեք, դատավճիռ արեք, այսքան հաստիկել մի պահեք, թող հարկային ծանրաբեռնություն այսքան մեծ չլինի։ Բայց ձեր հարցի երկրորդ մասը ավելի լուրջ է, երբ որ այսինքն այո, կան կալանավորներ, առնվազն քաղաքական մոտիվ ունեցող ձերբակալումներ եւ կալանավորումներ կան, հա։ Բայց դեպքեր կան, որ քաղաքականավորի լինելը նույնիսկ կասկած չի հարուցում։ Օրինակ ժողովրդի ընկալման մեջ չտեղավորվող հանցակազմով, քրեական բարքեր հետ չասոցացվող հանցակազմով, թե Սամվել Կարապետյանն է կալանավորվել, թե Բագրատ Սրբազանն ու նրա խումբը, թե Միքայել Սրբազանը, իսկ նրանց էլ կոռուպցիոն մեղադրանքներ առաջադրված չի։ Հիմա այստեղ գալիս ենք ամենամեծ վտանգի առաջ։ Այսինքն իշխանությունը ամեն դեպքում վախեր ունի։ Նիկոլ Փաշինյանը վախեր ունի։ Անկամ այն դեպքում, երբ խոսվում է անդադար, որ օգոստոսի 8-ից իշխող թիմի վարկանիշը զգալիորեն փոխվել է դեպի դրականը։ Այդ դեպքում էլ անգամ։ Գիտեք, այն չափով չի փոխվել, որ իրենք վստահ վերարտադրության հույսեր ունենան։ Հա, այդ ապրանքը փորձեցին վաճառել ժողովրդի վրա։ Վաճառվեց։ Այ բան չունեմ ասելու, դա փաստ է, բայց մյուս կողմից դա այնքան էր անկումը վարկանիշային, հա, որ այդ չի կոմպենսացվում։ Այդ կորուստը վարկանիշային չի կոմպենսացվում, անավանդ մնացածը մի մաս կա, որ խաղաղության հեռանկարին չի հավատում, մի մաս կա, որին բարձր քաղաքականությունից դուրս հետաքրքրում են այլ խնդիրների, զրանք լուծված չեն, արդարության դեֆիցիտ կա երկրում եւ մի շարք այլ հորի երևույթներ կան երկրում։ Հիմա քաղաքականավորների արկայությամբ օրինական ընտրություններ, մրցակցային ընտրություններ անցկացնել հնարավոր չի։ Սա աքսիոմ է քաղաքագիտության։ Հետևաբար բոլոր են ընդդիմադիր ուժերը, ովքեր մասնակցության հայտ են ներկայացել ընտրություններին, անպայման պիտի կոնսոլիդացված փորձեն քաղաքականավորների ազատության հարց լուծել,
որտեվ քաղաքականավորների արկայության նշանակում է մրցակցային բաղադրիչից զրկել ընդդիմությանը ընտրությունները, որտեվ տեսեք, եթե կարծիք արտահայտելու համար կարող ես հայտնվել բանտում, սովորական քաղաքացու աչքերով դա նշանակում է նախընտրական որևէ ընդդիմադիր հանդիպման հայտնվելու պատճառով կարող ես զրկվել առնվազն գործից։ Իսկ այս պարագայում ընդդիմությունը զրկվում է իր գլխավոր գործիքից կամ զենքից հանրային կոնսոլիդացիա ապահովելու հնարավորությունից։ Հետևաբար ընդդիմության գլխավոր խնդիրը պիտի լինի քաղաքականավորների ազատ արձակումը։ Դա նաև հումանիստական խնդիր է, որտեվ բայց պրակտիկ քաղաքական ենթատեքստով, որտեվ դու իշխանությանը զրկում ես ավտորիտար բուրգ կառուցելու հնարավորությունից։ Բայց այստեղ մի հարց է առաջանում, պարոն Սուրենյանց, այն ուժերը, որոնք կան ու քաղբանտարկյալ են իրենք այսօր, իրենք փորձ արել են մինչև բանտարկվելը խոսել ժողովրդի հետ, թեզեր առաջ քաշել, քննարկել երկրի իրավիճակը ու ոչինչ չի ստացվել։ Բագրատ Սրբազանը։ Բագրատ Սրբազանին հաջողվել էր։ Բագրատ Սրբազանը պիկին իր տակտիկական կամ պիկից հետո տակտիկական աններելի սխալներ թույլ տվեց, ինչի պատճառով հասարակական վստահությունը կորցրեց։ Ես հենց դա եմ ասում, այ երբ որ մարդկանց բայց դա ինչ կապ ունի իմ ասածի հետ։ Հիմա ասեմ։ Չէ, ձեր ասածի հետ չէ, հարց առաջացավ, ես դա եմ ուզում հարցնել։ Եթե հանրության մոտ ստացվում է այդ վստահությունը ձեռք բերել, ու եթե այդ մարդիկ քաղաքական նկատառումներից ելնելով բանտարկվում են, պիտի հանրության վստահությունը այդ մարդկանց հանդեպ էլ ավելի մեծանա, ու իշխող ուժի հանդեպ այդ վստահությունը փոքրանա, բայց մեզ մոտ հակառակն է։ Դուք խոսում եք մի հատ սահմանագծից։ Երբ որ այս մարդիկ ձերբակալվում են, կա փոքր մի թիմ, որ իրենց ասում է, որ սա անարդար է, սխալ է, քաղբանտարկյալ են, բայց այն մեծ մասը, որի հետ ձգտում էր աշխատել, օրինակ, ենթադրյալ X ուժը, այդ մարդիկ ոչինչ չեն։ Ձեր ասած բանն էլ է գալու, ռեպրեսիաներն ու ավտորիտարիզմը սահման ունեն։ Մի օր հասնելու ենք այն կետին, որ ձերբակալությունները հակառակ էֆեկտ տան։ Կարևորը մինչև ընտրությունները չէ հասնել։ Հիմա ոչ մեկ ձեր հարցին չի կարող հստակ պատասխան տալ։ Չէ, մինչև ընտրությունները շատ քիչ հավանական է, որ կհասնենք այդ պիկին, որտեվ ավտորիտարիզմն էլ, ինչպես ցանկացած երևույթ, հասունանալու, իր պիկին հասնելու, հետո ճգնաժամի վերածվելու հատկություն ունի։ Նիկոլ Փաշինյանը դա ընտրել է մի պահ, տոտալ ռեպրեսիաները, հենց ընտրություններին սպասարկելու նպատակով, ոչ թե ընտրական ցիկլի պիկին ճգնաժամի մեջ հայտնվելու նպատակով, հա։ Ես դժվարանում եմ ասել, մինչև ընտրությունները այդ պիկին կհասնենք, թե չէ։ Ավելի շուտ, եթե ձևավորվի մի այնպիսի այլընտրանքային ընդդիմադիր բևեռ, որը շատ արդյունավետ կլինի, ինքը կարող է այդ խնդիրը լուծել։ Եթե մնա այսօրվա ստատուս քվոն, ձերբակալությունները ոչ թե հասարակական դժգոհության պիկը կլինեն, այլ ընդհանրակարգ հասարակության անտարբերության կամ հիասթափության կամ անտարբերության կամ ապաթիայի դրսևորում կդառնան։ Դուք ո՞նց եք պատրաստվում պայքարել այս իրավիճակում։ Ինչպես միշտ, առանձնապես բան չի փոխվել։ Ես այդ առումով լրող տեսակ չեմ վստահաբար, որովհետև կալանք տեսել եմ քաղաքական ու առանձնապես իշխանության այս մեծախոսությունից չեմ վախենում, որովհետև հիմա շատերը, որ ժամանակին ավտորիտարիզմ էին քարոզում կամ գործնականում կիրառում, իրենց մաշկի վրա դրա հետևանքները զգում են, սրանք էլ են զգալու իրենց մաշկի վրա, ամեն ինչ անցողի կա, բայց սրանք ճագարի պես են այդ տրանսֆորմացիան տանելու, որտեվ որպես տեսակ շատ էլ թույլ են, ընդհանրապես որը շատ մեծախոսում է իշխանության տարիներին, հետո որպես կանոն ամենափիսիկ կարգավիճակում է հայտնվում, որպես ընդդիմություն։ Բայց պետքա ձևավորել արդյունավետ ընդդիմադիր ֆորմատ, գիտեք, մենք դրականորեն ենք արձագանքել որպես կուսակցություն Գագիկ Ծառուկյանի առաջարկ Հայաստանին նախագծին, այսինքն սա առաջին հերթին դրական արձագանքի գլխավոր մոտիվն այն է, որ փորձելու ենք ծրագրի շուրջ կոնսենսուսի գալ, որտեղ ես այդ շատ կարևորում եմ, որ ծրագրային լինի եւ
կարևորում եմ, որ հասարակությունը տեսնի ինչով է փոխում։ Այդ միշտ եմ ես ասել, որովհետև այլընտրանք, երբ որ ես ասում եմ, առաջին հերթին նոր թիմ, նոր ծրագիր եւ նոր մոտեցումների նկատի ունեմ։ Եվ փորձելու ենք այս ձևով կենսունակ ընդդիմադիր հարթակ կայացնել։ Բայց բարգավաճի դեպքում նոր է։ Գիտեք, ցանկացած մեկի բահով այդ առարկությունը կարող է կանել, այստեղ խնդիրը նոր հարթակ, նոր մոտեցում սկզբունքն է։ Երբ որ մենք ասում ենք օրինակ նոր մարտիկ, սա անպայման չի վերաբերում դաշտումով կա, բոլորի պիտի մերժենք, այս մոտեցումը չի։ Հա, նոր ընդդիմության կոնցեպտը սա չի։ Նոր ընդդիմության կոնցեպտը առաջին հերթին նոր մոտեցումն է։ Համենայն դեպս ես հերո եմ մտքից, որ Բարգավաճ Հայաստանին կարելի է հին համակարգի բաղադրիչ կուսակցություն համարել։ Հա, հին համակարգի օրոք գործել է, բայց այդ տրամաբանության բոլոր կուսակցություններին պիտի համարենք, ովքեր նախկինում եղել են։ Տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ժամեր առաջ։ Եվ հետո մի բան էլ ասեմ, որ Գագիկ Ծառուկյանը ինքն է չի ասել, որ սա մեկ կուսակցության կամ կուսակցությունների խնդիր չի, եւ ինքը վերկուսակցական հարթակ ստեղծելու խնդիր ունի, որտեղ 5 կուսակցությունները բոլորը մաշացին։ Ինքը ընդունել է դեր ասած պաստարկը, նոր մոտեցումներ է փորձում գտնել։ Սպասենք դրանց, Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ հայտարարությամբ, նշելով, որ արդեն ծառայությունը զինվորական դառնում է 1.5 տարի, ինչու եմ Նիկոլ Փաշինյանի մեջբերումով ասում, որովհետև դա լայն էսպես արձագանքի ավելի ստանում, եւ Գյումրիի դեպքերին զուգահեռ կանգնել ու նման հայտարարություն անել, ինչ է ենթադրում դա ակնհայտ է, չէ, որ բոլոր օղակները իրար կապված են եւ յուրաքանչյուր արարքից հետո պետքա այդ բացը լրացնել որևէ կերպ։ Կարծում եք դա այդ Գյումրիի Ասկեմ որ մի 10 մարդ էլ ձերբակալվի, մեր տղաներ ունեցող զորակոչային տարիքի տղաներ ունեցող հայրենակիցները կարող են ակնկալել, որ 2 ամիս է դառնալու զինծառայությունը, որպեսզի ինչ-որ բան կարողանա հասարակության վրա վաճառել, ամեն մի այլանդակությունից հետո մի հատ պուպուշ նվեր է մատուցում հասարակությանը իր կարծիքով, տեսեք զինվորական ծառայության կամ ընդհանրապես բանակի ռեֆորմին որևէ մեկը դեմ չի, բայց ցանկացած ռեֆորմ պետք է կառուցված լինի պրոֆեսիոնալ հաշվարկների հիման վրա։ Հետաքրքիր է ոնց է ինքը զինծառայության ժամկետ կրճատում, երբ որ զորակոչի պրոբլեմն ունենք կադրային առումով առնվազն, հենց իրենք են խոստովանում։ Մենք շատ զորակոչային մակարդակը շատ ցածր է, դա չի երևում։ Մենք գիտենք 20 թվականից հետո ինչա կատարվում։ Հա, կոմպլեկտացիա բանակի չեն կարողանում անել այդ պարագայում գնալ բանակի զինված ուժերի կրճատմանը զորակոչի կրճատելու ճանապարհով։ Ես չեմ կարող։ Սա խորապես վստահ եմ, որ ոչ մի մասնագիտական հաշվարկ չի արվել, բացարձակապես։ Խաղաղության դարաշրջանը, պարոն Սուրենյանց, ինչպես թե։ Խաղաղության դարաշրջան մենք տակավին չունենք։ Սա մի սիրուն Վաշինգտոնում գրված սցենար է, որը ոչ թե ինստիտուցիոնալ խաղաղություն է բերում մեր տարածաշրջան, այլ պաուզա են ստեղծում Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ապահովելու համար։ Տեսեք, մենք տեսնում ենք գազայում էլ չէ, ինչ-որ մերձավոր արևելքում էր ինչ-որ փաստաթուղթ ստորագրեցին, ստորագրումից 7-8 օր անց մենք տեսնում ենք, որ այդ փաստաթուղթը չի աշխատում, էլի զինադադարի խախտումներ եւ այլն եւ այլն։ Մեր պարագայում ընդհանրապես փաստաթուղթ է նախաստորագրվել։ Վկայությամբ։ Հա, դուք հրճակագրի մասն եք ասում, որ ընդհանրապես իմպերատիվ ուժ չունի որպես փաստաթուղթ, բայց նախաստորագրվել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, նախաստորագրումը մտադրությունների քաղաքական դրսևորում է։ Դա ինքը ոչ մի իրավական երաշխիքներ չի ստեղծում։ Նույնիսկ խաղաղության պայմանագրի լիարժեք ստորագրման պարագայում, երբ չկան միջնորդներ, խաղաղության մասին մի քիչ հարաբերական է խոսելը, մանավանդ այն պարագայում, երբ որ Ադրբեջանի պահանջները չեն դադարել, օրինակ սահմանադրություն փոխելու, երբ որ Ադրբեջանը պահում է մի քանի տասնյակ մարդ քո վրա ճնշում գործադրելու նպատակով, իսկ այս պարագայում, փաստաթուղթ ստորագրվելու պարագայում, ինչ խաղաղության մասին ենք մենք խոսում։ Սա ավելի շատ բլեֆի է նման, որի
միակ դրսևորումը տեսանելի կարող է լինել Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը։ Ես միայն ուրախ կլինեի, որ ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատված լիներ։ Ով ուրախ չէր լինի։ Հա, ես ուզում եմ ասեմ, պետք չի այս ռացիոնալ փաստարկներով Նիկոլ Փաշինյանին պնդումներին հակադրվողներին պատերազմի կուսակցություն համարել, բացարձակապես այդպես չի։ Հայաստանում ուղղակի պատերազմի կուսակցություն ես չեմ ճանաչում, անկեղծ ասած, ընդդիմադիր ամենաարմատական կուսակցություն նույնիսկ խաղաղությանը դեմ չի, այլ բան, որ Նիկոլ Փաշինյանի թեզերին կան ռացիոնալ թեզերով հակադրվողներ եւ կան մարդիկ, որոնք խոսույթ են օգտագործում, որը ակամայից անգնահատելի նվեր է դառնում Նիկոլ Փաշինյանի համար։ Այո։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր Ես զրույցի եմ համար, շնորհակալ։ մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը Սուրեն Սուրենյանցն էր, իսկ ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը, մի փոխեք 106 եւ 5 հաճախականությունը, լսեք մեզ, նաեւ դիտեք մուլտիմեդիա հարթակներում կհանդիպենք։